Բարի երեկո, առաջին ալիքի եթերում Հայլուրի հիմնական թողարկումն է, օրվա թեմաների մասին նախամարոտ։ Մի սպանեք բժշկին, հիվանդի որդին ծեծել է հորը բուժօգնություն ցուցաբերող բժշկին, Գյումրիի շտապօգնության բժիշկը իր տանը մահացել է, Հայլուրի հատուկ ռեպորտաժը։ Տուլարեմիա հիվանդություն, որ 10 օր կարանտինի մեջ է պահել մարգահովիտը, որն է վարակի աղբյուրը։ 2.0 խորագրով Հայդատի նոր տարբերակը, 200 լոբիստներ հավաքվել է Միացյալ Նահանգների Հայդատի կենտրոնակայանում համակարգելու նոր դարաշրջանում Հայդատի նոր ռազմավարությունը։ Դմիտրի Մեդվեդևը վավերացրել է Գյումրիի ռուսական ռազմաբազայի երկարաձգման մասին ստորագրած արձանագրությունը։ Լարվածությունը թեժանում է Սիրիա-Թուրքիա հարաբերություններում, եթե Անկարան ռազմական կեցվածք ընդունի, գործին կմիջամտի Իրանը։ Ուղղությունը Սոչի, հայ ուսանողները կմասնակցեն օլիմպիական քաղաքի կառուցմանը։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը այսօր ստորագրել է Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին 1995 թվականին ստորագրված պայմանագրի ժամկետի երկարաձգման արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը։ Անցյալ շաբաթ արձանագրությունը վավերացրել էր Ռուսաստանի Դաշնային խորհուրդը, ԱՊՀ երկրների հետ ռազմական համագործակցության վարչության պետ գնդապետ Անդրեյ Գուսևի խոսքով ռուսական ռազմակայանը Հայաստանի շնորհիվ անցել է բրիգադային համակարգի, այժմ դրա թվականակը կազմում է 4245 մարդ։ Հիշեցնեմ, Գյումրիում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչև 2044 թվականը երկարաձգելու մասին արձանագրությունը Հայաստանի և Ռուսաստանի նախագահները ստորագրել էին անցյալ օգոստոսին Դմիտրի Մեդվեդևի Երևան այցի ժամանակ։ Այս տարվա մարտի 15-ին Սահմանադրական դատարանը արձանագրությունը գնահատեց Հայաստանի մայր օրենքին համապատասխանող, իսկ ապրիլի 12-ին խորհրդարանը վավերացրեց այն։ Հայաստանում 25 տարով ռուսական ռազմակայանի տեղակայման պայմանագիրը ստորագրվել էր 95 թվականին, իսկ այժմ գործողության ժամկետը 25-ից դառնում է 49 տարի։ Արձանագրությամբ նախատեսվում է, որ ռազմակայանը ապահովում է նաև Հայաստանի անվտանգությունը։ Երևանում է Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Սելեստե Վոլանդերը, նրա հետ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր քննարկել է հայ-ամերիկյան ռազմական գործակցության հարցերը։ Այն հաջողությամբ զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակում գոհունակությամբ արձանագրել են կողմերը։ Կարևորելով միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը, Սելեստե Վոլանդերը բարձր է գնահատել հայ խաղաղապահների ակելությունը Աֆղանստանում, ինչպես նաև աֆղանական անվտանգության ուժերի ուսուցումը և վերապատրաստմանը մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը։ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել խաղաղապահ ռազմակրթական պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ջանքերին, ասել է Պենտագոնի պաշտոնյան։ Խոսելով Ղարաբաղյան հարցի շուրջ, պաշտպանության նախարարը ասել է, Հայաստանը հանդես գալով Ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու դիրքերից խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը եւ որևէ շահագրգռություն չունի սրել դրությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում, իսկ ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման հարցում չի դրսևորում նույնքան պատրաստակամություն, ինչի արդյունքում պարբերաբար արձանագրվում են հրադադարի խախտման դեպքեր, մտահոգություն է հայտնել Սեյրան Օհանյանը։ Սելեստե Վոլանդերը առաջին անգամ չէ մեր երկրում։ Ինձ համար հաճելի է կրկին վերադառնալ Հայաստան, պաշտպանության նախարարի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկեցինք համագործակցության ոլորտի ամբողջ խնդիրները, որոնք այժմ արդեն բավական մեծածավալ են։ Ես նկատում եմ, որ ամեն անգամ հանդիպելիս մենք քննարկման ավելի շատ թեմաներ ունենք եւ մասնավորապես կարծում եմ, որ անհրաժեշտ է արժևորել այս համագործակցության շրջանակների ընդլայնման կարեւորությունը։ Հայ-ամերիկյան օրակարգային հարցերի շուրջ Սելեստե Վոլանդերը զրուցել է նաև արտգործնախարար Նալբանդյանի հետ, անդրադարձել Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օժանդակությանը, Հայաստան-ՆԱՏՕ գործակցությանը։ Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումները, Կազանում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքները, ընդգծելով, որ Կազանում կայացած հանդիպմանը առաջընթաց չարձանագրվեց, քանի որ չնայած միջնորդ երկրների ղեկավարների միջազգային հանրության կոչերին եւ ակնկալիքներին, Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը, առաջ քաշելով 1 տասնյակ փոխություններ։ Իդեպ վաղը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վրաստան, այցը երկօրյա է, որի ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ։ 21-րդ դար նոր իրողություններ և նորագույն տեխնոլոգիաներ հարարժեշտություն է ծագել սրբագրել Հայդատի ռազմավարությունը, որ 100-ամյա վաղեմություն ունի։ Միացյալ Նահանգների Հայդատի կենտրոնակայանում են հավաքվել ամերիկահայ և կանադահայ լոբիստներ 2.0 խորագրով համագումարում մշակելու և համակարգելու Հայդատի նոր մարտավարությունը նոր ժամանակներում։ Հայկ Արամ Նահապետյանի ռեպորտաժը Վաշինգտոնից։
Մոտ 3 տասնյակ նահանգներից, ինչպես նաև Կանադայից, Հայդատի կենտրոնակայանը հրավիրել էր 200-ից ավելի համայնքային ակտիվիստների նոր դարաշրջանում ամերիկահայ լոբբինգը կոորդինացնելու, Թուրքիայի հայկական եկեղեցիների վերադարձի օրինագծով սկիզբ առած պահանջատիրության աշխատանքը պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացնելու նպատակով։ Խորհրդաժողովն ընթանում է Հայդատ 2.0 խորագրով։ 2.0 means something new. 2.0 նշանակում է ինչ-որ նոր բան, նոր սկիզբ։ Դա Հայդատի նորացված տարբերակն է։ Հայկական լոբբինգն Ամերիկայում ավելի քան 100 տարվա պատմություն ունի եւ մտնելով մեր երկրորդ դարը ընդառաջ են գնում դեպի նոր իրողությունները, նոր տեխնոլոգիաները եւ նորացված մարտավարությունը։ Դեսպան Ջոն Նևանսն անձամբ հիշում է, թե ինչպես էր սենատոր Բարակ Օբաման կռիվ տալիս պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանում դեսպանի պաշտոնին առաջադրված դիվանագետ Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը չեղյալ հայտարարվի, եթե վերջինս չի ճանաչում հայոց ցեղասպանությունը, այդ դեպքում ինչպես մեկնաբանել նախագահի ապրիլի 24-յան ելույթները։ It may be disappointing that it says Metz Yerer. Գուցե հիասթափեցնող էր, որ ասված էր մեծ եղեր ցեղասպանություն եզրաբառի փոխարեն, որովհետև շարքային ամերիկացին չի հասկանում, թե ինչ է նշանակում մեծ եղերն, բայց նաև շոշափելի առաջընթաց կար։ Ես չեմ բացառում, որ նախագահ Բարակ Օբաման վերընտրվելու դեպքում ի վերջո գործածի ցեղասպանություն եզրաբառը։ Երիտ թուրք կառավարիչները հայերից խլած 30,000 տոննա ոսկի են ի պահրել գերմանական Ռայխսբանկում։ Մեր օրերում դրա արժեքը կկազմի $1 տրիլիոն, նշում է լոբբիստ Քեյթ Նահապետյանը։ Օսմանյան կայսրության հայերը ավանդներ էին ներդրել նաև Օսմանյան բանկում, որ մինչև 21-րդ դարը գործում էր նույն անվամբ, հիմա էլ վերակազմավորվել է։ Այս բանկին հնարավոր է պահանջներ առաջադրել, անգամ եթե Թուրքիան չի ճանաչում հայոց ցեղասպանությունը, նշում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավագիտության դպրոցի դեկան Սյուզան Կարամանյանը։ Բանկի պարտականությունն է հետ վճարել ավանդների դիմաց, որոնք բացվել են շատ տարիներ առաջ։ Եթե պահպանվել են ստացականները, ապա իհարկե կարելի է հայց ներկայացնել։ Իրավագետ Նիկոլաս Կումջյանը վերջին 3 տարիներին ապրում էր Սիերա Լեոնեում, ներառված էր Լիբերիայի նախագահ Չարլզ Թեյլորի դատավարության գործընթացում։ Գործուղման մեջ է եղել նաև Բոսնիայում։ Well, there was an important case. Արդարադատության միջազգային դատարանում վերջերս կարևոր դատ հանգուցալուծվեց։ ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի հանձնարարականով միջազգային դատարանը քննության առավ Կոսովոյի անկախության իրավական հիմքերը եւ ընդունեց որոշում, որ անկախությունն օրինական էր։ Սա կարևոր նախադեպ է Լեռնային Ղարաբաղի համար։ Թուրքիայի այսօրվա սերունդները ցեղասպանություն չեն իրականացրել, բայց օգտվում են դրա արդյունքներից, նշեց դոկտոր Ջերեմի Մաքքալպինը։ Ընտրությունների ժամանակ ամեն մեկ ձայնը հաշիվ է, կոնգրեսի կամ նախագահության տեխնացուները պատրաստ են հանդիպել նույնիսկ փոքր թվով ընտրողներ ներկայացնող ակտիվիստների հետ, հիշեցնում են իրավագետ Չարլզ Եսայանը եւ Պոլիտիկո թերթի վերլուծաբան Չարլի Մահտեսյանը, համայնքին կոչ անելով ակտիվության 2012 թվականի նախագահական եւ սենատի ընտրություններ են։ 537 votes in one state of Florida. 2000 թվականի նախագահական ընտրությունների համար վճռորոշ եղան Ֆլորիդա նահանգի 537 ձայները։ Նման ցուցանիշ է եղել նաև սենատի ընտրությունների ընթացքում։ 2002 թվականին Կոլորադոյից կոնգրեսի տեխնացուն հաղթեց 121 ձայնի տարբերությամբ, մինչդեռ նահանգում 180,000 ընտրող կա, այսինքն ընդամենը մի շենքի բնակիչների մասին է խոսքը, այնպես որ ամեն մեկ ձայնը կարևոր է։ Մասնակիցներն այցելեցին նաև Վուդրո Վիլսոնի տուն-թանգարան, ուր այս առիթով աստիճանավանդակին տեղադրել էին Հայաստանի պետական դրոշը։ Այս գրասեղանի մոտ է աշխատել նախագահ Վուդրո Վիլսոնը։ Նրա մահվանից մոտ 9 տասնամյակ անց ամերիկահայերի պարբերական այցերն այստեղ խորհրդանշում են ոչ միայն հարգանքը հայ ժողովրդի բարեկամ նախագահի հանդեպ, այլև Վիլսոնյան ստորագրությամբ եւ ամերիկյան պետական կնիքով պաշտոնական փաստաթուղթ դարձած Հայաստանի մեծ սահմանների վերաբերյալ ամերիկահայերի հիշողությունը եւ շարունակվող պահանջատիրությունը։ Այկարամ Նահապետյան, Հայլու, Վաշինգտոն։
Միրնացեք ձեր հարազատի կյանքը փրկելու համար ձեզ օգնության շտապող բժշկի նկատմամբ, եթե նույնիսկ նա այնքան էլ արագ չի հասել դեպքի վայր։ Գիշերը Գյումրիում տեղի ունեցած դեպքը ցնցել է մեր հասարակությանը։ Շտապ օգնության կանչով հիվանդին օգնության հասած բժշկին դիմավորել է այդ հիվանդի ալկոհոլի իշխանության տակ հայտնված որդին, որը բժշկին տուն ուղեկցել է հնդածած հայհոյանքների եւ հարվածների տարապ տեղալով։ Անմեղության կանխավարկածը չխախտելու համար բնորոշումներ չենք տա այդ անձնավորությանը, սակայն մեր հասարակությունն ու նրա առողջ ուժերը ակնհայտորեն պետք է մտահոգվեն այդ միջադեպի առիթով, թերևս ոչ ոք արդեն չի կարող հաշվել, թե կյանքով հատուցած 65-ամյա բժիշկը մինչև այս գիշեր քանի հիվանդի կյանք էր ժամանակին կամ ուշացումով փրկել, սակայն մեր հասարակության որոշ ստվար խմբերի մոտ հանդուրժողականության եւ բարեկրթության խիստ ցածր մակարդակը պետք է ահազանգ լինի բոլորիս համար։ Դեպքից հետո շտապ օգնության մեկ այլ մեքենա էլ շտապել է բժիշկ Գրիգորյանի տուն, սակայն արդեն տեղի էր ունեցել անդառնալին։ Այս սահմռկելի դեպքի հետքերով է գնացել Գյումրիի մեր տակից Աննա Մարտիկյանը։ Զոհվեց ծառայողական պարտքը կատարելիս, երբ ասում են ոստիկանի կամ ուժային որևէ կառույցի աշխատակցի կամ զինվորականի համար թերևս հասկանալի է, ինչը սակայն չի կարելի ասել երկար տարիների աշխատանքային փորձ ու պատկառելի տարիք ունեցող բժշկի մասին։ Հունիսի 26-ին ժամը 23-ին Գյումրի շտապ բուժօգնության կայանում կանչ է գրանցվում Արամայիս Արշակի Կարապետյանին անհապաղ բուժօգնություն ցուցաբերելու մասին։ Կանչով մեկնած շտապ օգնության մեքենային դիմավորում է հիվանդի որդին Արտակ Կարապետյանը եւ նստելով մեքենան հայհոյանքների տարափով բուժաշխատողներին ուղեկցում իր բնակարան։ Իր արարքը պատճառաբանելով բժիշկների ուշանալով։ Չի ուշացել մեքենան, այդ կանչը տևել է, մինչև կանչը զանգելուց հետո մոտավորապես 5-6 րոպե հետևեթե հասնել է։ Բժիշկ Գրիգորյանն այդ ժամանակ չէր էլ պատկերացնում, որ հարբած ու հայհոյող երիտասարդին կարգի հրավիրելիս կարող էր կյանքով հատուցել։ Գյումրի շտապ բուժօգնության կայանի տնօրենը դժվարանում է պատմել առանց հանգստացնող միջոցների։ Ընթացքի ժամանակ մեքենայից դուրս է եկել, թռել է դուրս, բացել է բժշկի դուռը մեքենայի, դուրս է քաշը գցել է կետին, սկսել է խփել, վարորդը կանգնել է, վարորդը փուշկույրը օգնել են, Բաժանել են, բայց մոլեգնած երիտասարդի հարվածներից ու հայհոյանքներից բուժքույրն ու վարորդն էլ անմասն չեն մնացել, իսկ գազանաբար ծեծվող տարեց բժշկին օգնության է հասել Քաջարի երիտասարդի մայրը։ Գնացել են մայրները, նստել մեքենան, հասել են հասարակական տուրը, իջել են ներքև։ Նորից Արտակ Կարապետյանը սկսել է ծեծի ընդարգել բժշկին, ձեռքերով եւ ոտքերով խփել բժշկի մարմնի տարբեր մասերին եւ քաշ տալով տարել տուն։ Բժիշկը օգնություն է ցույց տվել հիվանդին, հիվանդի վիճակը կարգավորվել է եւ բուժ անձնակազմը փորձել է հետ վերադառնալ։ Սակայն Արտակ Կարապետյանը թույլ չի տվել մեքենան շարժվելու, նորից բժիշկին իջեցնել է ավտոմեքենայից եւ սկսել հարվածել։ Այնուհետև տարեց բժշկին 4 անգամ գազանաբար ծեծելուց հետո Արտակ Կարապետյան ուժով քաշ է տվել իրենց բնակարան, որտեղ բուժքրոջ համար արդեն անհնար էր փրկել 65 տարեկան բժշկի Աշոտ Գրիգորյանի կյանքը։ Հաստի արդիվ անմիջապես հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կատարվում է քննություն, իսկ Արտակ Կարապետյանը ձերբակալված է։ Իրավաբանական տերմինով ասած, կասկածյալի հորը բժշկական օգնությունը հարկավոր է եղել ներվային ցնցումները հանգստացնելու համար, ինչի հավանական պատճառը վիճաբանությունն է եղել հարբած որդու հետ։ Հարևանները սակայն ոչինչ չցանկացան պատմել, այն էլ տեսախցիկի առաջ։ Աննա Մարտիկյան, Տարոն Բալոյան, Հայլուր։ 10 օր կարանտինի մեջ էր Լոռու Մարգահովիտ գյուղը, այստեղ բժիշկները պայքարում էին տուլարեմիայի դեմ։ Այսօր վարակիչ հիվանդությունը, որի անունը գյուղացիները մինչ այդ չէին էլ լսել, հայտնաբերվել է 2 համագյուղացի կանանց մոտ։ Վարակը տարածում են կրծողները, նաև ընտանիճագարները։ Մասնագետները ամբողջ գյուղը տակն ու վրա են արել, վարակի աղբյուրը չի հայտնաբերվել, ուրիշ վարակվածներ ևս չկան։ Այնուամենայնիվ հսկողությունը չի թույլատրվում, մասնագետները նորից են զգուշացնում հողի կամ կենդանիների հետ շփվելուց հետո անպայման լվանալ ձեռքերը, նաև միրգն ու բանջարեղենը։ Մարգահովիտ գյուղում 2 հիվանդ անձանց բժշկական հետազոտման արդյունքում պարզվեց, որ նրանք հիվանդացել են տուլարեմիայով։ Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով իրականացվեց ռիսկի խմբի մարդկանց պատվաստում։ 550 մարդ սրսկվել է այս պահի դրությամբ։ Այդ 550 մարդը ռիսկային գոտի է անդրվել, այդ ռիսկային գոտին եղել է ոչ հղի կանայք, չեն սրսկվել միայն ոչ հղի կանայք, ծերերը, երեխաները, կրծքով կերակրող մայրերը, մնացած ժողովուրդը սրսկվել են։ Տուլարեմիան կրծողներից մարդուն փոխանցող սուր վարակիչ հիվանդություն է, թեպետ մարդուց մարդուն հիվանդության հարուցիչները չեն փոխանցում, գյուղի եւ մարզի առողջապահության ոլորտի մասնագետները